Բարի առավոտ, սիրելի բարեկամներ, բարի լույս, բարդ իրոջը, մենք նորից միասին ենք։ Սա դարձել է մեզ համար, այսպես ասած, ռեժիմ, ամեն առավոտ, երբ որ միանում ենք իրար հետ Աստծո խոսքի շուրջ եւ թող այո, այդպես լինի, որովհետեւ նրանք ովքեր համառել են առավոտվա Աստծո խոսքի շուրջ վարժվելու այդ process-ի նրանք անպայման հասկանում են եւ վստահ են եւ փորձառաբար ունեցել են իրենց կյանքում այդ իրականությունը, որ այդ խոսքը, որ սկզբից է մեր կյանքում տեղավորվում մեր մեջ ընդունելի դառնում, նա մեզ համար հաջողություն է, ամեն դեպքում հաջողություն է, փառք Տիրոջը։ Այսօր մեզ է միացել երկար դադարից հետո մեր սելի Կարեն Պապյան եղբայրը արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից, նա քանի այստեղ էր Հայաստանում էր, մենք հաճախ իր հետ ունենում էինք հանդիպում, այստեղ տաղավարում առավոտները եւ շատ օրհնված էինք նրա խոսքով եւ այսօր ստացվեց մեզ մոտ նորից ունենալու նրան եւ փառք Տիրոջը դրա համար։ Կարեն ջան, բարի երեկո, ձեր մոտ երեկո, մեր մոտ առավոտ։ Եղբայրս, ինչպես ես, շնորհակալ եմ, որ միացար մեզ։ Ես եմ շնորհակալություն հրավերի համար, ողջունում եմ բոլոր քույր եղբայրներին, ուրախ եմ այդպիսի նորից հնարավորություն, որ ընձեռնվեց ինձ։ Եվ մեծ սիրով ես պատրաստ եմ, ինչպես միշտ խոսքով ծառայել։ Այո, շնորհակալ եմ։ Իդեպ ասեմ, որ Կարեն եղբայր աստվածաբան է, շատ խոսքին գիտակ Աստծո խոսքի եւ դա շատ լավ է։
Կարեն եղբայր, մենք միանգամից անցնենք թեմային, որպեսզի ժամանակը խնայենք եւ ես գիտեմ, որ շատ ասելիք ունես, եւ թեման շատ հետաքրքիր է, շատ կարեւոր, Մարիամի եւ Մարթայի մասին է, Ղազարոսի հարության մասին է եւ սիրով լսում ենք քեզ։ Ես մի վարքյան եմ խնդրում, ուզում եմ սա իմ ալիքում եմ դնել, վերջ, ստացվեց դնել, հենց ասեցի գտած ձև, հենց ասեցի խնդրում, վերջը ստացվեց, ուրախ եմ, ուրեմն, այո, այսօր խոսելու ենք Հովհաննեսի ավետարան 11-րդ գլուխ առաջի համարից մեզ թողված Աստծո խոսքից, այն հետաքրքիր դրվագներից, կարևորներից մեկը, որ պատմում է Մարիամի եւ Մարթայի մասին, որոնք իրենց եղբորը կորցրեցին։ Գիտեք, շատ անգամ մենք կարդում ենք ու հարց ենք տալիս, հա, ինչի որոշեց ավետարանիչը հենց գրել այդ դեպքը։ Կասենք դե հարություն է եղել դրա համար։ Իսկ մենք մոռանում ենք, որ շատ դեպքեր են եղել, որոնք գրված չեն։ Իրականում մենք բազում դեպքերի մասին չգիտենք, չենք էլ կարող իմանալ։ Ինքը Հովհաննեսը գրում է, եթե բոլոր նշանները, հրաշքները, ամեն ինչը որ գրվեր, աշխարհը չէր կարող տանել։ Գրվել է այս փոքրիկ պատմությունը։ Եվ ես կամենում եմ այս փոքրիկ պատմությունը, որը գրվել է բոլոր ծավալով չէ, որտեղ իսկապես դա ժամանակի մեջ չի տեղավորի, մի փոքրիկ ուղղակի հայաց գցենք, լավ, Տերը ինչու գրեց, թույլ տվեց գրեն այս գեղեցիկ պատմությունը, որը եւ իր մեջ ունի շատ ցավալի իրադարձություններ, որոնք կարծում եմ ամեն մի քրիստոնյայի այսօր պետք է փորձենք նայել։ Մարիամ, Մարթա, երկու քույրեր, որոնց մասին մենք Լուկասի ավետարանում ունենք հիշատակում, եւ ի զարմանս մեզ, երբ որ Լուկասի ավետարանում հիշատակվում է Մարիամն ու Մարթան, այնտեղ Ղազարոսի մասին խոսք անգամ չկա։ Լուկասի ավետարան 10-րդ գլուխ 38-ից 42 համարներում մենք տեսնում ենք ընդհանրապես չի հիշատակվում, որ Ղազարոս անունով եղբայր ունեին, հա? Չի ասվում։ Իսկ այստեղ շեշտվում է, որովհետև շատ կարևոր է, այո, բնականաբար Ղազարոսի հարությունը, բայց շատ կարևոր է շեշտել, որ իրենք ինչ անմիջական կապ ունեցան այդ իրադարձության հետ։ Ինքը Մարիամը եւ Մարթան պատահական մարդիկ չէին։ Սովորական մարդիկ չէին, որոնք ցենց ուղակի հավատում էին Հիսուսին։ Նրանք ունեին այնպիսի հզոր հավատք, որ կարելի ասել հավատում էին, որ Տեր Հիսուսը անպայման երկրորդ անգամ գալու է ու հարություն է տալու մարդկանց։ Եվ կարծես թե ամեն ինչ լավ է։ Հեղինակավոր մարդիկ էին, ճանաչված մարդիկ էին, գրված է Հիսուսի հետ։ Գիտենք պատմությունը, Հիսուսի մտերիմ, բայց որ բնակչության մեջ էլ հարգված մարդիկ են, դա էլ է պատկերում։ Այսինքն աղքատ մարդիկ չեն եղել, չեմ ուզում ասել, որ մենակ հարուստներն են հեղինակավոր, չէ։ Ուղղակի այն ժամանակվա ավանդության համաձայն նրանք այնպիսի հեղինակություն ունեին, որ նրանց տուն գնացող եկողը շատ էր լինում, այդ իմաստով եմ ուզում շեշտել։ Բայց մենք իսկապես մտածում ենք, որ իսկապես նրանք ազդեցին, որ հարություն առնի Ղազարոսը, բայց իսկապես նրանք նպաստեցին, որ նա հարություն առնի։ Փորձենք ավելի մանրամասնորեն մի քիչ ուսումնասիրել։ Ինչ են կարդում, մի հիվանդ կար, անունը Ղազարոս, Բեթանիայից, Մարիամի եւ նրա քույր Մարթայի գյուղից։ Հետաքրքիր է, անմիջապես շեշտում է, որ հիվանդ կար ու չի ասում ում հիվանդն է, հա, հետո է ասում, կամ այդ հիվանդը ինչքան է Քրիստոսի մոտիկ։ Կարծես թե Ղազարոսը ինքը իրենից այդքան
կարևորություն չունի բոլոր ավետարանի պատմություններում, քան Մարիամն ու Մարթան։ Այդ է տպավորությունն, մի մարդ կար։ Այդ է մարդ կար էլի։ Ով էր այդ մարդը։ Ահա, այդ մարդը գիտեք ով էր։ Մարիամի Մարթայի եղբայրն էր։ Նկատում ենք, որ հեղինակավորը ավելի շատ Մարիամն ու Մարթան են։ Շատ կարևոր է դա էլ ընդգծել, որ բոլորս կարող ենք մտածել, չէ՞, քրիստոնեական աշխարհում հարության դեպք է տեղի ունեցել, հավատքի աշխարհում, այդպես պետք է բոլորը հիշեին, որ Ղազարոսն է հարություն առել։ Մեկ էլ կարդում ենք, չէ, Ղազարոսը չի գլխավոր դերակատարը։ Հա։ Մարիամն ու Մարթան են։ Այսինքն, այո, նա հարություն է առել, բայց նրանք գլխավոր դերակատարները չեն։ Նա գլխավոր դերակատարը չէ։ Այսինքն նա չի այն հավատքի հերոսը։ Հետաքրքիր է, ով է այդ հավատքի հերոսը։ Երբ որ մենք նայում ենք ամբողջ ավետարանները, բոլոր ավետարանների մեջ մի անուն ենք ամենաշատը տեսնում, որ բոլորն էլ հիշատակում են, դա Մարիամն է։ Ոչ թե Ղազարոսը, Մարիամն է։ Ճիշտ է, շատերը փորձում են հակադրվել այս կողմ այն կողմ, բայց Մարիամն է այն կինը, որը գալիս է Հիսուսի ոտքերն է լվանում։ Ես լրիվ համաձայն եմ քո հետ։ Նույն ինքն է։ Մարիամն է այն, ով որ գերեզմանում փնտրում էր Տեր Հիսուսին։ Կարող են շատերը չհամաձայնել։ Ես ուղղակի այս պահին ժամանակը չի ներում, որ բոլոր մանրուքները ներկայացնեն, որ դա Մարիամն է, հենց նույն Մարիամն է։ Եվ այդ Մարիամն է, որ Տեր Հիսուսը նրա համար ասում է. հանգիստ թողեք, ավետարանի խոսքը որ պատմվի, նրա մասին էլ է պատմվելու։ Դրա համար Մարիամը կարևոր դերակատար ունի, քան թե Ղազարոսը։ Հասկանում եք, քրիստոնեական աշխարհում ոչ թե ճանաչում են հարություն առած Ղազարոսին, այլ Մարիամին, որը Քրիստոսի հարություններ դիմավորել, որը Քրիստոսի ոտքերն էր լվացել։ Եվ նրան բժշկել էր Հիսուսը, չէ՞, եթե չեմ սխալվում։ Այսինքն Հավանաբար Կարեն մի հարցեր տամ, քանի որ դու աստվածաբան ես կիմանաս։ Մարիամը նույն կինը չի, ինչ որ բերեցին, որ քարկոծեն նրան Հիսուսի առջև։ Հավանականությունը շատ է, որ չէ, հավանականությունը, բայց դելու հարց չէ, կարող է եւ հա։ Դրա համար ես մի քիչ ցույց որ անուն չկա գրած։ Հակված եմ դրան հավատալու, որ Ես վախենում եմ ասել այո, որտեղ շատերը կասեն որտեղից վերցրան, վախենում եմ ասել ոչ, որտեղ չկա գրած։ Հայտնի չի, այո։ Շատ բան չի գրված։ Որ Մարիամի հետ կապված, որ նրան մեղադրում են շնության մեջ, դա փաստ է։ Սիմոնի հետ կապված, այո։ Հենց դա է պատճառը, որ կասկածի տակ է դնում։ Այո, Սիմոնը ասում է, բայց ուշադրություն դարձրի Աբրահամ, բոլորը չգիտեին, որ նա ինչպիսի կին է։ Բոլորը չէին նայում, որ ինքը անառակ կին է։ Դրա համար հավանականությունը շատ է, որ այն հանրային կինը չի։ Հավանականությունը կա, որ իրեն դրա մեջ ներքաշել էր Սիմոնը։ Դրա համար Դրա համար, որ վերլուծություն անում ես, տեսնում ես Սիմոնի մատը խառն է, որ ինքը գիտի, ասում է, տեսնաս գիտի, բայց չի ասում, ստեղ բոլորը չգիտեն, որ դա, ու մենք տեսնում ենք, որ բոլորը նրան չեն վերաբերվում, Եվ երևի չեն բարձրաձայնում, որ ինքն է խայտարակ չնի դրանում։ Ու ինչն է Տեր Հիսուս ասում է, Սիմոն, ո՞մ է ավելի շատ ներվում։ Ստայլը իրան մեսիջ ուղար։
Այո, դասա, այսինքն ով որ խոստովանում է, իսկ դու չես խոստովանում։ Մայրամը եկել է խոստովանում է, որ ինքը արել է իր որ ժամանակ գալատ արել։ Իսկ դու չես անում։ Նորից վերադառնանք Մայրամին Մարթային։ Եվ երբ որ Մայրամը այդպիսի մի հավատքի հերոսուհի էր, որի համար շատ գեղեցիկ է այս պահը նկարագրում, երբ որ Մարթան ասում է. «Տեր, հոգը չէ, որ քույրս չի գալիս, ինձ մենակ է թողել ծառայելու»։ Նա ասում է. Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում, շատ բաներով զբաղված ես, բայց մեկ բան պետք է։ Մայրամը բարի բաժին ընտրեց, որը վեր չի առնվել նրանից։ Դա ամենահամով պահերից մեկն է, որը հատուկ է։ Այսինքն Մայրամը այս մեկն էր, որը ընտրել էր ամենաթանկագինը միշտ Հիսուսի ոտքերի մոտ էր գտնվում, հա։ Հետաքրքիր է, չէ՞։ Էլի գրված է Հիսուսի ոտքերի մոտ էր, հա։ Ես հենց այնտեղ չեմ կարդում, հա, Ղուկասի ավետարան 10-րդ գլուխ 39 համար։ Այսինքն իր համար կարելի ասել հաճելի էր Տիրոջ ոտքերին մոտ գտնվել։ Կներես կարող մի կարևոր միտք էլ ասեմ, կարծում ես, որ Մարթան, երբ որ Հիսուսին հանդիմանեց, որ ես տես աշխատում եմ Մարթային ասացողը, այսինքն հոգեբանությունը հետաքրքիր է շատ, Մարթան ըստ երևույթի իր քույրը նվաստացած էր իր աչքին, ցածր էր, ըստ երևույթի հոգեբանական իմաստով, ինքը նենց կայտար, ինքը անմեղ աշխատում ուզում է հյուրասիրի Հիսուսին, բայց Մարիամը կարծես սա էլ քրիստոնեական աշխարհում իր հատուկ մեսիջ ունի, ինչ կասես։ Այո, ծառայի նման խոնարհված ոտքերի մոտ ինչ որտեղ այդ Մարթայի աչքերում իսկապես Մարիամը ինչ որտեղ մի քիչ այն կերպարը չուներ։ Մարթան վերևից էր նայում։ Բայց բնականաբար այս գաղափարը կուզեի ասել, որ շատ կա, որ մեր քրիստոնեական աշխարհում իրար նսեմացնելու պրոֆեսիան կարծես թե բարձր մակարդակի է պահվում միշտ։ Ցավալի է, բայց դա այդպես է։ Միշտ փորձում ենք ընդգծել դապնիները, փառքի դապնիները մեզ վերցնելու այդ պրոցեդուրան շատ ենք սիրում միշտ անել։ Տեր, նայ, ես ողջունելի չեմ, ես այս Մայրամին էլ հանի ընտերից եւ կարծում եմ Մայրամի նստած ձևը իրեն դուր չի գալիս, որ ոնց որ ասած կնոջը հարիր ձևով չի նստել եւ գա իր աչքին դայլացա պատճառը, որ մտնող դուրս եկողը ինչ կասի, հասուն կինը նստելա հասուն տղամարդու ոտքերի մոտ, ծառահու չի կամ հո երեխա չէ, որ այդպես է, բայց ես դա եմ ուզում ասել ու գնանք առաջ, որ Սուրբ գրքում մի հրաշք պատկեր կա, երբ որ նկարագրում է Ելից 24-րդ գլխում այն երևույթը, որ Մովսեսը, Ահարոնը եւ 70 ծերերը եւ Ահարոնի երկու որդիները բարձացել էին Տիրոջ մոտ Սինասար եւ գրված է այնտեղ Աստծո ոտքերի մոտ նրանք հացկերույթ ունեցան։ Եվ այդ երևույթը շատ նման է, որ հացկերույթ պետք է լինի ու Մայրամը կարծես թե ով ինչա մտածում իր մասին, ինչ կմտածի, չի մտածում դրա մասին, ինքը մանկան նման հրճվում է, որ Տիրոջ մոտ է գտնվում։ Շատ սիրուն է, Ես գիտեմ ուրիշների գաղափարը ինչ է իմ մասին, բայց ես գիտեմ իմ գաղափարը իմ Տիրոջ հարաբերության հետ կապված ինչպիսին է, թե ես կարող եմ խելապակասի եմ նման կողքից,
ինձ դա չի անհանգստացնում։ Գլխավորը, որ ես վայելում եմ իմ Տիրոջ ներկայությունը, այդ հաճույքը։ Եվ Հովհաննեսը նկարագրում է, որ Մայրամը նա էր, որ Տիրոջ յուղով օծեց, սա պարզ գրած է, ոչ մեկը չի կարող հակադրվել, ասել, չէ, էդ է Մայրամը չի, չէ, սա ինչի գրված է, պարզ, որ յուղով օծեց։ Եվ յուղով օծելու այդ պրոցեդուրայի հետ կապված, երբ որ այնտեղ ասան, լավ չի աղքատներին կերակրել, այս կողմ, մենք տեսնում ենք Մայրամը բավականին հարստություն է զոհաբերում, դրա համար եմ ասում, շատ հարուստ անձնավորություն էր։ Եվ ինչն է հետաքրքիր այստեղ, որ Տերը ասում է, որ գիտե, այս մարդը այնպիսի քայլ է անում, որ նրա համար պետք է հիշեք, որ ամբողջ աշխարհը ոնց որ ասած պատմելու է իր արած դրվագը, դրա համար հենց պատահականորեն չէ, Հովհաննեսը գրում է, ասում է Մայրամը նա է, որ ոտքերն է լվացը, կուզեի այդ խոսքը ասել այդ այստեղից, բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ էլ բոլոր աշխարհի մեջ այս ավետարանը քարոզվի, կխոսվի նա էլ, որ դա արավ, դա շատ հետաքրքիր է, 26-րդ գլուխ Մատթեոս 13 համար, կուզեի ասել, որ Հովհաննեսը հատուկ ընդգծում է, ով է, և դրանից հետո գրում է, որ Տիրոջ յուղով օծեց, նրա ոտները սրբեց իր մազերով, որի եղբայրը Ղազարոսը հիվանդ էր, ու նորից բերում է, ասում է լավ, շատ տարածվեմ յուղով օծելու դրվագի վրա, իր եղբայրը հիվանդ է, ուշադրություն դարձրու, չի շեշտում, որ Մարթայինն էր, չէ, շեշտը տանում է ամբողջովին Մայրամի վրա, Մայրամի եղբայր։ Դրանից հետո ինչա տեղի ունենում։ Տեղի ունենում հետևյալը, նրանք մարդ են ուղարկում, Տիրոջ մոտ ասում են, Տեր, ահա նա, որին դու սիրում ես, հիվանդացել է, եւ պարզա, որ Տերը սիրում էր։ Դրա մասին խոսք չկա։ Հիսուսը երբ որ լսեց այն հիվանդությունը, ասավ մեռնելու համար չէ, այլ Աստծո փառքի համար։ Որ Աստծո որդին փառավորվի։ Շատ վտանգավոր է, կարծես թե հնչում, հա։ Մեռնելու համար չէ, բայց մեռավ։ Չէ, դա Աստծո փառքի համար է, բայց Եվ կարծեմ թե դիտմամբ ուշացրեց իր գալը, որպեսզի մեռնի։ Այո, եւ մեռավ։ Եվ դա շատ վտանգավոր է, որտեղ շատ-շատերի մոտ հարցեր առաջանում, ինչի՞ է Տերը այդպես անում, ինչի՞ է Տերը ասում մեռնելու համար չի, ինչի՞ է ասում փառքի համար ու դիտավորյալ ուշացնում է։ Այո, գրված է, նա ուշացնում է։ Թեև ինչն է հետաքրքիր, որ երբ որ նա դիտավորյալ 2 օր ավել մնում է, հետո ճամփորդում են, երբ որ ասում է ուր է գնում, նրանք էլ ասում են վայ, մի քիչ ոնց որ վտանգավոր չի, ռաբի, հրյաներ ուզում են քեզ քարկոծել, դարձել անտեղ ես գնում, 8 համարում է դա գրված, իսկապես քայլ է կատարում, որը տրամաբանությանը չէր ենթարկվում, ասում է գնում է, հասկանում են քո սիրելին է, քո բարեկամն է, գիտես ինչ դա հետաքրքիր, ինքը դրվագներում նկարագրում է Հովհաննեսը, որ Տերը քայլեր է թույլ տալիս, որը եթե ուշադրություն ենք դարձնում, ոչ գլխների մեջ է մտնում աշակերտների, ոչ քույրերի, ոչ էլ կողքի շրջապատված մարդկանց, որտեղ երբ որ գալիս են տեսնում են, որ Հիսուսը հուզվեց, ասում են, բայց չէր կարա ինքը բուժեր, արախը կարար, ու ուշադրություն դարձրու Աբրահամ եղբայր, որ նրանք այդ խոսքը ասում են,
որ ախր չէ որ նա կարող էր, չէ որ նա կարող էր, ինչի։ Ասում եմ միթե 37 համարն եմ կարդում 11 գլխի։ Միթե սա որ քույրի աչքերը բացավ չէ կարող անել որ սա չմեռներ։ Եվ ես բերում եմ այդ կուլմինացիոն տեղի վրա եմ ուզում կանգնենք։ Չմեռներ։ Այդ չմեռնելու գաղափարը շատ կարևոր է։ Ես հենց այնպես չեմ ասում, բերում եմ դրա համար, որտեղ վերնագիրն էլ հենց այնպես չեմ գրել, չէ՞։ Նրանք ազդեցին նրա հարությանը, թե ինչու, որովհետև իրականում քույրերն էլ, երբ որ տեսնում են Հիսուսին, ինչ հարց է իրանց մոտ գալիս։ Նեղատ մունատ են գալի իրար, սենց ասած։ Այո, հայավարի մունատ են գալիս, լրիվ հայավարի։ Ախի ուշացա։ Այսինքն իրեն գիտեին, որտեղ է գտնում Տեր Հիսուսը, դե տվյալներ ունեին։ Դե մարդը, որ ուղարկել են, ուրեմն տվյալ ունեն, չէ՞։ Իրեն գիտեին, որ կարա գա հասնի, սպասում են, չկա, սպասում են, չկա, սպասում են, չկա։ Իրանց վրա դա ազդել է այն ժամանակ, եւ հիմա էլ հрьяաները ընդունված են, մեկ օրվա մեջ են թաղումը կատարում։ Այսինքն, երբ որ հետ հարշվարկ ենք անում, հասկանում ենք, որ ինչքան ճանապարհ պետք է հետ գար, իրականում այդ 2 օրը, եթե ինքը ռազգար հաստատ կացում է, չի եկե։ Եվ դա ոչ մեկի գլխի մեջ չի տեղավորում։ Աշակերտների, որ սպասար, մեռավ նոր ես գնում, քույրերի, շրջապատի հрьяաների, ոչ մեկի գլխի մեջ չի տեղավոր։ Եվ բոլորը նույն հարցն են ասում, չէր կարող մի քիչ շուտ գալ կամ չէր կարող նենց անել, որ բժշկվեր։ Մի քանի այդ փոքրիկ դրվագները կարդանք։ Երբ որ Մարթան լսեց 20 համարը, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան դիմավորել, բայց Մայրամը տանը նստած էր։ Մայրամը շատ ինձ թվում է խիստ վիրավորվել է։ Իշտը։ Նեղացած է։ Շատ պիս։ Մռթարը։ Նեղված է։ Բայց մենք հիմա մի քիչ կատակ ենք անում, բայց դա հուզիչ տեսարան է իրականում եղել եւ հիմա էլ, հա։ Բայց մենք մի քիչ ուրիշ կողմից ենք նայում, տանը նստած է Մարթան ասաց Հիսուսին, Տեր, եթե այստեղ լիներ, իմ եղբայրը չէր մեռնի։ Բայց հիմա էլ գիտեմ, հա։ Ստեղ իր աստվածաբանությունն է, չես սկսում աշխատած դեն։ Աստվածաբանություն։ Որ ես ինչեր գիտեմ։ Հա, մի անգամից ուզում է դոկտորատուրան պաշտպանի, Տեր Հիսուսը հավատություն է, տա եւ ինչ ասում։ Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստվածից խնդրես կտա քեզ։ Մի րոպե, ինչ կտա։ Ինչ ես կարծում, նա ասում է, որ հարություն կառնի։ Նա չէր հավատում հարության տվյալ պահին։ Նա հավատում է, չէ, հավատում է հարությանը, բայց ոչ այս պահին։ Կներես, աղան եղբայր, մի հատ հետաքրքիր միտք նկատում ես, որ միշտ հետոյի վրա է գցում Մարթան, հետո կլինի, հավատում եմ, մենք էլ ունենք այդ բանը։ Ես հիմա դրա վրա եմ ուզում շեշտը դնել։ Շատ կուզենի ասես։ Եվ Մայրամի գովքն եմ անում, Մարթայի գովքն եմ անում, բայց իրականությունը պետք է տեսնենք, ինչքան էլ նրանք հավատքի հերոսներ են, ինչքան էլ նրանք խիզախ են, ինչքան էլ նրանք համարձակ են, բացահայտ հարուստ մարդիկ լինելով պաշտում են Հիսուսին, բայց իրենք էլ մի քիչ պարծենկոտություն չասեմ, իրանց բանը ցույց են տալիս ու մի քիչ էլ նայ գիտեն որ հարություն կառնի, չէ, ներողություն։ Հիսուսը ասեց, քո եղբայրը հարություն կառնի։ Մարթան էլ ասեց, գիտեն որ հարություն կառնի, հարությունումը հետի նորումը։ Հետո։ Այսինքն, բա դու ինչ էիր ասում, ինչ որ խնդրես կտա։ Ինչ կտա։ Այսինքն, չէ, ես գիտեմ, որ հիմա ինչ որ կտա բացի իմ եղբոր հարությունից։ Սա պետք է
շեշտել։ Ուշադրություն ենք դարձնում։ Տեր Հիսուսը նրա հետ որ զրույց անում, ես դրա վրա չեմ ուզում հիմա կանգնա առնել։ Մի վարքյան Հիսուսը որ բացատրում է ես եմ, այո Տեր, ես հավատացել եմ դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ պետք է գա իր աշխարհ։ Կարծես թե ընդունեց։ Երբ որ ասած գնաց թաքուն կանչեց իր Մայրամ քրոջը, ասաց վարդապետը եկել է կանչում է քեզ։ Դեռ մռութ արած, վարդապետը կանչում է քեզ, արի, զորով է բերում։ Նա լսեց շուտով եկածը։ Ստեղ կարող եմ մի բան նկատենք, կարծես թե Հիսուսի Մարթայի զրույցը չկայացավ, ոնց որ Հիսուսը մեր լեզվով ասած հոգնեց իր այդ խոսալուց, ասես գնա Մայրամին մի հատ կանչի, չէ, ասած ինչ-որ մի բան։ Ճիշտ ես նկատում։ Ես ստեղ նայ ուշադրություն դարձնեմ մի կարևոր բան։ Երբ որ լսե շուտով վերկացավ, եկավ Հիսուսը դեռ չէր եկել գյուղ։ Այնտեղ որ Մարթան եկել է նրա առաջ։ Հրեաները տանը, որ նրա հետ էին, մխիթարում էին Մայրամին, տեսան շուտով վերկացավ, գնացին նրա հետևից, ասելով թե գերեզման է գնում, որ այնտեղ լա։ Երբ որ Մայրամը եկավ, ուր Հիսուսն է տեսավ, նրա ոտներ ընկավ, էլի ոտքերի ընկնելա, դա որ ասում է իր սիրած տեղն է։ Ընկավ եւ ասաց. «Տեր, եթե այստեղ լիներ իմ եղբայրը չէր մեռնի»։ Հիսուսը նրան տեսավ, որ լաց է լինում, նրա հետ եկած հրեաներն էլ, որ լաց են լինում, իր հոգով խռովեց, հուզվեց եւ ասաց ուր դրիք։ Ասացին եկ տես, Հիսուսը արտասվեց եւ Տեր Հիսուսն էլ արտասվեց։ Հրեաները ասացին. «Տես ինչպես էր սիրում նրան, ու մի հատ էլ կծում են»։ Նրանց էլ որ մանկացին, միթե սա է որ քույրերի, միթե սա որ քույրերի աչքերը բացավ, չկարողացավ սա չմեռներ։ Հիսուսը դարձյալ խռոված գերեզման գնաց։ Եվ ես ուզում եմ այդ խռովվածության վրա կանգ առնել։ Բոլորը հավատում են, որ նա կարող էր անել։ Մայրամը հավատում էր, Մարթան հավատում էր, գյուղացիք հավատում էին, հրեաները բոլորը հավատում էին, ինչին, որ նա կարող էր։ Ոչ թե կարող է։ Կարող էր։ Ստեղ մի հատ հարց առաջանում։ Ինչ է նշանակում կարող էր։ Դա է նշանակում, որ նա իշխանություն ունի միայն երբ։ Սա հենց այնպես չեն կանգ առնում ես, որ Տեր Հիսուսը խռովեց։ Մի քանի մանրուք կա, որ պետք է բացենք։ Առաջինը, Տեր Հիսուսը բացահայտ ինքը հայտարարեց, որ ինքը Էհիեն է։ Բացատրեմ ինչա նշանակում Էհիեն։ Էհիեն նշանակում է հունարենով կարող է շատերը լսած լինեն էգո էյմի։ Էգո էյմի նշանակում է ես եմ, որը պատճառ դառավ, որ հրեաները որոշեցին նրան քարկոծեն 8-րդ գլուխ 56-ից 58 համարներ։ Սա ինչ է նշանակում Էհիե։ Էհիեն դա սովորական չի նշանակում ես եմ։ Շատ հետաքրքիր է, որ իր մեջ թե ինչ է նշանակում, սա գեղեցիկ ձևով հայտնության գիրքն է բացատրում, թե ինչ է Աստծո անունը նշանակում։ Մի փոքրիկ բացը։ Հայտնություն առաջի գլուխ կարդում ենք հետևյալ խոսքերը, որտեղ այդպիսի ողջունի խոսքեր էր հնչում ու ասում է. Շնորհք լինի ձեզ 4-րդ համար առաջ գլուխ, խաղաղություն նրանից, որ է, որ էր եւ որ գալու է։ Յահվե բառը ինքը իր մեջ ժամանակային մի պրոցեդուրա ունի, որը եւ ցույց է տալիս ոչ միայն ներկա, ինքը ներկա հասկացություն չունի, ապագա, բայց մենակ ապագա չունի։ Իր մեջ պարունակում է ժամանակային մի բան, ասած ամբողջություն, որը կարելի է այդպես ասել, որ Հովհաննեսը երբ որ իր հայտնությունը գրում է, Յահվե բառը
որպեսզի կարողանա գրել, գրում է որ գալու է։ Այսինքն անցյալ ներողություն ներկա անցյալ եւ ապառնի սա է Յահվե Այսինքն սրա ահա սրա այսինքն գեղեցկությունը ասա կներես սրա գեղեցկությունը նրանում է որ Աստված ժամանակի մեջ կանգ չի առնում նրա համար ժամանակ գոյություն չունի այսինքն չկա մի պահ որ ժամանակը իր համար վերջը լինի այսինքն անզոր լինի նա ժամանակի չի ենթարկվում նա է ստեղծել ժամանակը նա է ստեղծել ժամանակը նա ժամանակին չի ենթարկվում երբ որ նրան ասում են եթե ստեղ լիներ դրանով ցույց են տալիս որ ինքը ժամանակի մեջ չտեղավորվող է երբ որ ասում են նա ստեղ լիներ նրան ասում են որ ինքը սահմանափակ է երբ որ ասում են այստեղ լիներ այսինքն նրան ասում են ուղղակի հրաշքներ կարող է գործել սիրում է բայց ամենակարողը չէ իսկ Տեր Հիսուսը տխրեց հենց դրա վրա որ իրեն չճանաչեցին թե ինքով է տխրեց որ իրեն ժամանակի մեջ չընկալեցին հիշում ես ես հատուկ այդ պահներ շեշտեցի աշակերտներին չեն ասում հрьяաներ ուզում են քեզ քարկոծեն երկու դրվագ կա որի համար հрьяաները Հովանես 11-րդ գլխից առաջ ուզում էին քարկոծեին առաջի դրվագը որ բացահայտ որ ստենց քարերը վերցրին հա դա Հովանես 10 ներողություն Հովանես 8-րդ գլխում է երբ որ ասեց ես Աբրահամից առաջ եմ գրված է հрьяաները որոշեցին քարկոծել դե դա իրանց համար որտեվ ասեց ես Էհիեն եմ այսինքն ինքը մեկն է որը երկրորդ դրվագը երբ որ ինքը ասեց ես եւ հայրը մի ենք էլի որոշեցին քարկոծել սա նկարագրում է իր ամենագոյ լինելը որ մշտապես նա գոյություն ունի նա դադար չի տալիս նրան ոչինչ չի կարող ընկղմել Հովանես առաջի գլուխ մենք կարդում ենք հրաշք խոսքեր Հովանես առաջի գլխում երբ որ հատուկ նշված է այս խոսքերը լույսը խավարումը լույս է տալիս խավարը չիմացավ նրան մի քիչ ճիշտ չի հնչում խավարը չկարողացավ ընկղմել նրան ուզում էր սենց պարուրել ու հուպտալ չի ստացվում ինչու որովհետև նա չունի կանգ առնելու տարբերակ նա լույսն է Տեր Հիսուսը բազում անգամներ դրա մասին երբ որ ասում է մարդիկ ինչ են հավատում միայն հավատում են որ Պողոսն է դրա մասին լավ ասում եթե մենք հավատում ենք Տեր Հիսուսին միայն որ այս կյանքում Տեր Հիսուսին չէ Քրիստոսին վաու մենք ամենա ինչն ենք կներել 15-րդ գլուխ որ համարը 19 համարը միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա ամեն մարկանցից ավելի ողորմելի ենք եւ հիշում ես 15-րդ գլխում ինչի մասն է խոսում հարության մասին է խոսում ահա մասին եւ հիմա Տեր Հիսուսը եկել է իրեն չեն ճանաչում որպես մեկը որ հարություն տվողն է իրեն չեն ճանաչում կներես մի հարց տամ էլի շատ հետաքրքիր բան ասեցիր միտք առա եթե թողել չէ խոսալ դրա համար տես
Պողոս Արաքյալը ասում է, եթե միայն այս կյանքում ենք հուսացել Քրիստոսին, մենք ամեն մարդկանցից ողորմել ենք։ Այսինքն, ինչ ասա, մենք փորձում ենք Հիսուսին ընկալել ժամանակի եւ տարածության մեջ։ Այս է մեր խնդիրը։ Այսինքն, մենք նրան տեղավորում ենք ժամանակի եւ տարածության մեջ եւ այդպես ենք իր հետ վերաբերվում, ոչ թե ժամանակից դուրս մեկին, որը իշխանություն ունի ժամանակի վրա։ Սա շատ կարևոր խորհուրդ է։ Կներես ընդհատեցի, բայց ուզում եմ սա շեշտել։ Ահա, Աբրահամ եղբայր, նայ, խնդիրը նրանում է, եթե Տերը ժամանակի վրա իշխանություն չունի, դա նշանակում է, որ Տերը չի կարող լինել այն մեկը, որը արարել է։ Այսինքն դադարում է Աստված լինելուց, մեզ համար կոնկրետ։ Եթե ես հավատում եմ, հիմա ինչին էին հավատում։ Հավատում էին հետևյալին. ես Տիրոջը աղոթք կանեմ, ես Տիրոջը կխնդրեմ, քանի իրադարձությունը դեռ ժամանակից դուրս չի եկել։ Երբ որ ժամանակից դուրս է եկել, ել Տերը իշխանություն չունի։ Վաու։ Ես աղոթում եմ Տեր Հիսուսին, աղոթում եմ։ Երբ որ մարդը դեռ ողջ է, աղոթում եմ նրա փրկության համար։ Դեռ ողջ է, աղոթում եմ, որ նա բժշկվի։ Հենց մահացավ, դե շնորհակալություն, հաջողություն, ես գնացի, դադարեցի աղոթք անել։ Մի րոպե։ Ինչի, որտեղ մեզ պետք է հապշտապ հիմա նրա թաղման արարողությունը կազմակերպենք։ Մի րոպե։ Իսկ միգուցե մի քիչ շարունակի աղոթք անել։ Մի քիչ է։ Չէ, եղբայրը, քույրը մահացել է, օրինակ, հազարավոր անգամներ ես հանդիպում եմ այդ երևույթին։ Զանգ են տալիս։ Եղբայր, աղոթք կանես, այսինչ եղբոր կամ այսինչ քրոջ համար շատ վատ է։ Եղավ։ Աղոթք ես անում, մեկ էլ մահացավ։ Դե լավ, եղբայր, մահացել է։ Մի րոպե, իսկ ես խիչ եմ զանգ ստանում, որ եղբայր, աղոթք արա, այսինչ քույրը, այսինչ եղբայրը մահացել է, աղոթք արա, միգուցե Տերը հարություն տա։ Հա։ Հարություն տվողը ես չեմ։ Ինձ ասում են, չէ աղոթք արա, հո ես չեմ հարություն տվողը, դու չես։ Բոլորս էլ դա հասկանում ենք, ով ենք մենք, որ հարություն տանք։ Բայց երբ որ ինձ եւ քեզ ժամանակի մեջ են պահում համաձայն նրա, որ թե Տերը երբ կարա այդ հարցը լուծի, երբ չի կարա լուծի, եղբայրը մահացավ, վերջ, դադարեցին, որտեղ մենք էլ ոչ մեկս, ոչ մեկի համար դրանից հետո պարտավորվածություն չունենք, դե մեր ավելի վերջ տանում ենք դիահերձարան, ընտեղից էլ մի րոպե, իսկ քանի օր կարող եմ ես աղոթք անել, ոչ թե նրա համար, որ նրա խավարան տանեմ կամ ինչ որտեղ, չէ, այդ հավատքի մասին չեմ խոսում, այլ հարություն տալու մասին։ Հա, բայց կարող է Ինչի ես չեմ հավատում, որ կարելի է մի 10 օր էլ աղոթք անել, 20 օր էլ աղոթք անել, չէ, ես օրինակն եմ բերում։ Աբրահամ եղբայր, անկեղծ լինենք, Մայրամն ու Մարթան ոչ մեկը անխելք մարդիկ չէին, իրենք էլ ինձ ու քեզ նման մարդիկ էին, մեռավ, էլ չեն սպասում Հիսուսին, որ կգա, էլ չեն դնում ինչ որ սառը տեղ սպասելու, տանում են միանգամից, մշակում են եղբորը, փաթաթում են, դնում են գերեզման, որովհետև բոլորը մի ձևով է մտածում, ես էլ դու էլ ենք այդ ձև մտածում, որ Տիրոջը էլ պետք չի անհանգստացնել, մեկ էլ թող հարության ժամանակ ինքը անհանգստանա, հիմա Տերը իշխանություն չունի, վայ, Տերը ոնց կարա հիմա իշխանություն ունենա։ Այդ որ ասում են բանը բանից անցել է արդեն էլ կա, բայց մի հատ սենց միտք էլ էլի կարող եղբայր քո ասածին զուգահեռ, տես մենք էլ մեր անձնական կյանքում մի քիչ բերեմ անձնական կյանք նաև այս թեման, պատահում է հիվանդություններ, չգիտեմ, մի փոքրիկ այսպես ասած խնդիրներ, բաներ եւ
մենք սպասում ենք Տիրոջ բժշկությանը, բայց երբ որ խնդիրը մեծանում է եւ կարծես թե վերջը վատ այսպես հետևանքների ենք արդեն հասունանում են այդ վատ հետևանք հանդիպում, միջև վերջին պահը մենք վստահ ենք, որ Տերը մեզ կբժշկի կամ եւ հանկարծ որ հասկանում ենք վերջ արդեն սա վերջն էր, Տերը ուշացավ, всё, ես մեռա։ Կարծում ես, որ սրա մասին էլ է խոսքը, այսինքն ես հավատում եմ, որ քրիստոնյան վերստին ծնվածը, որը Աստծո հետ խորը փոխհարաբերություն ունի, նա գիտի, որ Տերը նրան Սեդրակ Միսակ Հաբեդնակովի կյանքից օրինակ բերեմ, ասացին հայտնի լինի քեզ թագավոր, մենք չենք խոնարհվելու քո սարքած Աստվածի առաջ, մենք պաշտում ենք Եհովա Աստծուն եւ գիտենք, որ նա մեզ կարող է ազատել, բայց այսա շատ կարևոր է, բայց եթե նա չազատի էլ, մենք ուրիշ Աստծո չենք պաշտելու, սա միթե ժամանակի ու տարածությունից դուրս բան չի, այ սրա մասին է խոսքը։ Ես, այո, մարդը պետք է ինքը միշտ ասի, եթե Տերը կամենա, հարություն կլինի, եթե Տերը կամենա, կլինի, դու պետք է ժամանակի մեջ չփակես, չասես, լավ, մեռավ, մեզ դրանից հետո էլ չի սպառնում։ Ես ես պատմեցի ու խոսեցի ու մի հատ դեպք պատմեմ, որը կարող է էլի պատմած լինեմ եթերից, դեպքը տեղի ունեցել մոտ 20 տարից ավել, մի 20-23 տարի առաջ, գալիս եմ Ստեփանակերտից, այնտեղի ծառայողն էի Ստեփանակերտում, գալիս եմ Սիսիան, որպեսզի հետո գամ, ծնողները Սիսիանում են, հետո գամ Երևան, աշխատանքային գործունեություն կար, եւ Սիսիանում ինձ ասում է մայրս, որ գիտես, մորաքույրդ լավ չի, մահանում է, վայ, լավ չի, որ մահանում է, ասեցին բանա, մոմ ու կտոր բանա պետք տանել, սպիտակ, կտանես, դե 2000-ի սկիզբն է, շատ քիչ էր երթևեկություն, տրանսպորտ չկար եւ այլն, գնում եմ գնումները անում եմ, վերցնում եմ, գնում եմ գյուղ, ճանապարհից մի 7 կիլոմետր խորք ընկած, մայրուղուց խորք ընկած գյուղա, Անգեղակոտը շատերը գիտեն, հա, եւ գնում եմ ապրել, հա, գնում եմ այնտեղ, մեկ էլ տեսնում եմ ժողովուրդը հավաքվել է, դեռ մորքուրս հալա չի տվել վերջի շունչը, բոլոր ժողովուրդը հավաքված են, այն որ ասում դե գյուղա, հա, մեր գյուղա, ասեղ գցելու տեղ չի, մի 100-ից ավել մարդ է հավաքված, գալիս եմ, նայում եմ, արդեն այն որ ասում վերջի շունչն է, փչելու ժամանակը, բժիշկն էլ հենց այդ պահին դուրս եկավ ու դուրս գալու այդ process-ում հանդիպեցի, ասավ մաքսիմում եթե դիմանա 2 ժամ, մինչև 2 ժամը շունչը տված կլինի, մաքսիմում, ես մտա, եկա կանգնեցի մորաքրոջս գլխավերևը, սրտիս մեջ հետաքրքիր մի բան, ես շատ էի սիրում մորաքրոջս բնականաբար, ստես վառվեց, ասեցի մորքուր, չգիտեմ դու ինձ լսում ես, չես լսում, բայց ես հիմա քո համար աղոթք եմ անելու Տիրոջը, եթե Տերը կամենա ու խոսքեր եմ ասում, կամենա դու չես մահանալու, կողքից գալիս են Կարեն, հասկանում ենք սիրածդ մորքուրնա, ստես լացելով էլի, մխիթարվի, դե հիմա, ես հանգիստ շարունակում եմ, ասում եմ, ու աղոթք եմ անում, աղոթք անելուց հետո, ասում դե լավ, քանի որ ես հեսա ճանապարհ եմ գնալու, երկար ճանապարհ, չգիտեմ ինչ տրանսպորտ կհանդիպի, չի հանդիպի, ինձ կերակրեք դուրս գամ, այդքան մարդիկ սենց հավաքված նստած, ես նստում եմ, հաց եմ ուտում մենակ, բոլորի աչքի առաջին, այնտեղ լավ, սենց կամած բանը, մեղր, հալա ոչ թե կամած են բանով,
կարակով, տնական կարակով, երկուսը խառնում եմ հացով, ուտում եմ, ասեմ շնորհակալ եմ, դե գնացի։ Մի կես ժամ դեռ չի մահացել, գալիս եմ, իրիկունը զանգում եմ մայրիկիս, ասում եմ, մայրիկ, ինչ խաբար կա, բա, ողջ ամուրքուրը դեռ։ Մորքուրս այդպես 10 տարուց ավել ապրեց, երբ որ ես մտնում էի գյուղ, բոլորը մատավին տեինցից տալիս։ Աստված փառավորվեց։ Կարծես ես եմ անողը, ես ուղակի այդ պահին սս բան եղավ, բայց ինչին ես համակերպել, ինչին համակերպել, որ նա պետք է մահանա։ Այսինքն Տերը ժամանակի սահման չունի ինքնը, ես չեմ ասում Տեր, ես ասել եմ պետք է հարություն տաս, ես ասել եմ պետք է նա չմեռնի, ես ով եմ, ես ոչինչ։ Բայց Հիսուս ասում է, չէ, թեև մեռնի, պիտի ապրի, նաև կա այդ երևույթը, այսինքն սա էլ է ժամանակից դուրս։ Այո, դա էլ է ժամանակից դուրս։ Դրա համար Աբրահամ, իրականում երբ որ մենք այս պատմությունը կարդում ենք, շեշտադրությունը ամենակարևոր շեշտադրությունը դրանում է, որտեղ Հիսուս ասում է ես եմ, ուշադրություն դար, նորից եմ այդ շեշտում 25 համար, ես եմ, այդ նույն գիտես որ բառն է, որ նոր ասեցի էգոեմի կամ էհիեն, ես եմ, ինչը, հարությունը և կյանքը, այսինքն ինքնը ամեն ինչը, ամեն, այսինքն ես եմ, հիմա Տեր Հիսուս ասում է ես եմ, ես ասում եմ Տեր Աստված, դու ես, հա, բայց վերջում, արի դու հիմա քո գործերով զբաղվիր, մենք էլ մեր թաղումով զբաղվենք, իսկ միգուցե թաղումից առաջ մի անգամ էլ աղոթք անել, հիշում ես այդ տողերը, այո, միտեղ Հիսուսը շատ հետաքրքիր բան է պատմում, ասում է, չէ, բանը Հիսուսի երկրային կյանքում այսպեսի տողեր կա Հիսուսի երկրային կյանքի պատմությունից։ Մեկը եկավ եւ Հիսուսին ասեց. «Թող գնամ հորս թաղեմ, նոր գամ քո հետևից»։ Եվ Հիսուսի պատասխանը. «Թող մեռելները թաղեն իրենց մեռելին»։ Այսինքն կարծում ես, որ ժամանակի եւ տարածության մեջ գտնվող այդ իշխանության տակ գտնվող մարդը ինքը քայլող մեռել է։ Սա վիրավորական խոսք չի։ Այսինքն իրենց մեջ այդ մեռնելու գաղափարը միշտ կա։ Մի օր մեռնելու ենք։ Մի օր թաղելու ենք, մի օրը մեզ են թաղելու։ Այդ գաղափարի մասին է, այդ սիստեմի մասին է խոսում, բայց Հիսուս ինչ ասում։ Ասում է դու գնա խոսքը քարոզի, այսինքն դու էլ թաղող տեսակ չես, դու կյանք տվող տեսակ ես, սա էլ շատ խորը իմաստ ունի այս պարագը, որովհետև դու կյանքի հետ հանդիպած մարդը չի կարա մեռնելու մասին մտածի։ Խնդիրը ինձ տեսնում ինչու է կայանում, որ մենք մի քիչ վատ խասյատ ունենք քրիստոնյաներս, ես հիմա մի հատ օրինակ եմ բերում, նայ, մարտիրոս բառը ինչ է նշանակում։ Մարտիրոս, զոհվել, այսինքն մարտիրոսվել, նահատակ։ Բայց գիտես դրա նշանակությունը ի սկզբանե, դա հունարեն բառը, որը նշանակում է վկա։ Հասկանում ես, քանի որ վկաներն են պատրաստ եղել նահատակվելու, որոշել են մարտիրոս անունը, վկա անունը, մի րոպե, այս ինչ են դարձրել նահատակվող, բայց վկան նահատակվողը չի, վկան, երբ որ Սուրբ Հոգին կգա ձեր վրա, դուքին վկաները կլնեք աշխարհի Երուսաղեմից մինչև աշխարհ։ Շատ գեղեցիկ։ Իսկ հիմա ի՞նչ է, մենք որոշել ենք, մենք այս պեսիմիստական, քրիստոնեական մի հատ էություն ունենք շատ գեղեցիկ, ճակերտավոր գեղեցիկ, ամեն ինչը բացասականի վրա ենք տանում եւ այլ գույն է, նույնիսկ ամենահամով բառը վկա, տիրոջ վկան, հա, վկան, որը չգիտեմ,
այս պահին ժամանակը չի որ շատ բացատրեմ վկայի նշանակությունը երբ որ Իսրայելը դուրս էր գալիս բայց այդ խոսքը կուզեի ասել Ելից 12:3 համարում եւ ոչ միայն 3 5-6-րդ համարում էլ այդպես է գրած ասում է Իսրայելի ժողովքին ասիր իսկ գիտես եբրայերենու ժողովք բառի փոխարեն գրված է Իսրայելի վկաներին ասա Մարդիկ թարգմանել ժողով, դա ամենաքաղցր խոսքն է, դա մշտապես Իսրայելը հենց այն 6 համարում էլ վկա բառի հետ օգտագործված է քահալ բառը, որ նշանակում է եկեղեցի։ Այսինքն Աստծո եկեղեցին, Աստծո կանչվածները միշտ եղել են վկաներ։ Ինչ երևույթ ունենք բացասական։ Այսօր Աստծո եկեղեցին լրի մռայլ պատկերացումով ենք վկաները մեռելի մասին է եւ Տեր Հիսուսին սահմանափակել ենք ինքը ժամանակի մեջ անելիք կարա ունենա դրանից դուրս նիլզյա հա տարբերակով ստեղ կարաս ստեղ չէ այսինքն մենք Տիրոջը սահմանափակել ենք, երբ որ Տեր Հիսուս ասում է ես եմ, այսինքն ժամանակ ինձ համար չկա։ Դրա համար ուզեցին քարկոծեմ, որտեղ ինքն է ժամանակ ստեղծողը։ Իսկ ես ու դու շատ անգամ մեր գործերով ենք իրան վրա ժամանակ դնում, ասում ենք Տեր Հիսուս, ժամանակը լրացավ, դե լավ։ Ժամը անցավ, չկարողացա հարություն տալ, դե լավ։ Մենք մեր ձևով։ Կետանք թաղել։ Հիմա մեր ձևով։ Հա, ես նորից եմ ասում, ընդունում եմ, որ կարող է եւ հարություն չլինի։ Իսկ ես ընդունում եմ, որ կարող է եւ հարություն լինի։ Իսկ միգուցե մեկիս գլխի մեջ աշխատի դա, որ Տիրոջը խնդրենք, ասենք Տեր, մահացավ։ Նայ, Պետրոսը կանչվում է Այցեմիկի մոտ, նրանք չեն մտածում, դե Այցեմիկը մեռավ էլի, ուրիշ բան չէ, մեռավ, Պետրոսը մոտենում է ու Պողոսը երրորդ հարկից մարդ ընկավ, Պողոսը մոտենում է ու այսինքն Պողոսը չի ասում, դե լավ, ընկավ մեռավ, դե լավ, վերջ, չէ, գիտես, ինչքան գեղեցիկ է, մարդկային կյանքում մենք այսօր ունենք, երբ որ դեպք է լինում, սիրտը կանգնա մարդու, ինչ են անում, արհեստական սրտի բանը կատարվում, բառերը եմ որ ասում կարող է սխալ արտահայտել, արհեստական շնչառությունը եւ տարբեր գործողություններ են կատարում, բժշկական սարքով կայծ են տալիս, հա, էլեկտրաշոկ են տալիս, ինչի։ Այսինքն մարդը ավելի մարդը, որը Քրիստոս չի ճանաչում շատ անգամ, ինքը գիտի ոնց անի, որ չհաշտվի մեռած լինելու հետ, փրկում է, ջրահեղձ լինելու հետ չի հաշտվում, փրկում է, իսկ մենք, վայ, մեռավ, դե լավ, մարդիկ կես ժամ գոնե պայքարում են, որպեսզի նա հարություն առնի, կես ժամ, արա ուրիշ բան չեմ ասում, գոնե այս կես ժամի համար աղոթ կանենք, հասկացան ես ու բերեցի հացրեցի, գոնե այս կես ժամ աղոթ կանենք, Ես չեմ ասում Աստծո կամքի ֆակտորն էլ կա, Աստծո կամքի ֆակտորն էլ կա, բայց դու քոնը արա, դու դա ես ասում։ Բայց երբ որ մեկը դու մարդը դռներից հեռու, երբ որ մեկը վատանում է, խենք շտապօգնություն կանչում, ասում ենք, մեկը բանը տոկը տվավ ընկավ, խենք շտապօգնություն կանչում, խի որ գան նրանք արհեստական վերականգնեն։ Ես ընդունում եմ, որ պետք է մարդկային միջամտություն լինի, չեմ ասում չպետք է լինի, իսկ վերին միջամտություն։ Ինչի ենք հաշտվում, հա, ուրեմն խեղդվածին կարելի է, տոկը խփածին, ներողություն, հոսանքը հարվածին կարելի է, սրտի կանգ ունեցողին կարելի է, մի քանի այդպիսի բան կարելի է, մնացածը չի կարելի, չէ, դրանք էլ չի կարելի, այդ 30 րոպեն էլ չի կարելի։
Իսկ միգուցե մտածելա պետք։ Ես կոչ չեմ անում, որ դարերով աղոտ քանել, չէ, իմ ասած ուղղակի դա է, որ Հովանեսը գրում է, որ հավատքի այդ հերոսները, քույրերը, ժողովուրդը բոլորը մի բանի էին հավատում, որ Տեր Հիսուսը կարող էր արի արա, բայց էլ չեն հավատում, որ ինքը եկել է կարող է, որովհետև հիմա ինքը կարող, ասում է, հա ես գիտեմ, որ ինչ որ խնդրես կլինի, բայց Ղազարոսի հետ չի լինի, որտեվ Ղազարոսը արդեն մեռած է։ Այ հիմա այս կույրին խնդրես, որ աչքերը բացի կբացվի, այ Ղազարոսը մեռած է, չէ, Տեր Հիսուսը մահի վրա իշխանություն ունեցողն է։ Տեր Հիսուսը ինքը նա է, որ արարել է մարդուն։ Ինչ է մահը, որ չվերականգնի։ Արարիչ բառը օգտագործում ենք ու նսեմացնում ենք արարչին մեր անհավատությունով։ Այսքանը կուզեի ասել ժամանակի Կարեն ջան, այո եւ ամեն եղբայրս, երբեմն իրոք ես sense պատկերացումով նկարագրեմ, մենք ասում ենք այո Տեր, քո կամքը եղավ, որ ինքը մահացավ, եւ գուցե դա Տիրոջ թույլատրելի կամքն էր, գուցե դա այդպես պետք է լիներ, բայց Տերը մեզ հարց կտա, բա դու խի չես աղոթել իր համար, խի չես պայքարել իր կյանքի համար, չէ՞ կարանք այտենց մեծ իմաստը, դու ինչի չէիր հավատում, որ ես ոչ թե կարող էի, այլ նաև հիմա կարող եմ, ինչու ես դու դա բաց թողել, այսինքն գուցե դա քո շանսն էր, հնարավորություն էր եւ ես իրոք նրան կյանք կտայի, չգիտեմ, սա բարձրաձայն մտածում եմ, բայց իրոք ես համաձայն եմ քո հետ։ Ես շատ շնորհակալ եմ, որ դու այդ միտքը շարունակեցիր, որտեղ ես մի համար բաց եմ թողել, որը պարտադիր պետք է ասեի, շատ շնորհակալ եմ, այդ խոսքը պետք է ասել։ Տեր Հիսուսը հատուկ ասեց, հիվանդությունը մեռնելու համար չէ, իսկ մենք շատ անգամ համոզված ենք, որ մեռնելու համար է, ասում են բժիշկները համոզված չեն, մենք համոզված ենք, որ Աստծուն ենք հավատում, այլ Աստծո փառքի համար, որ Աստծո որդին փառավորվի, իսկ ինչի ես չեմ ուզում Տերը փառավորվի, ինչի։ Տես դու որտեղ ես կպնում, սա ես պրետենզիա է մեր վրա։ Այո, ին վրա, քո վրա, այսինքն մենք չենք ուզում Տերը փառավորվի, որովհետև ես որոշել եմ քո փառքը այսքան է, դրանից ավել դու փառք չպետք է ունենաս Տեր։ Ես եմ որոշել։ Իսկ երբ որ ես եմ որոշում, ես դառնում եմ Աստված, որը ձեռնոց է նետում արարչին։ Լավ կլինի, ես որոշող չլինեմ, ես ենթարկվող լինեմ։ Դու այն ինչ որ քո սահմանների մեջ է, ինչ որ Տերը քեզ տվել է, ինչ պարգև որ դու ունես, դու դա արա հավատարմորեն, հավատալով, որ նա հիմա էլ, այսինքն հիմա էլ կարող է անել, ոչ թե կարող էր, այլ հիմա էլ կարող է անել։ Սա իրոք շատ կարևոր է, շատ լուրջ մեզ մտածելու առիթ է տալիս։ Այո, շնորհակալ եմ եղբայրս։ Հարկ Տիրոջը։ Ինչ-որ բան էի ուզում ասեի։ Ասա եւ գոլակով ավարտենք։ Չէ, մի ժամը լրացավ, ես ուզում եմ խելոք ժամին մեջ տեղավորվող լինել։ Ես կարան որ մյուս անգամ շատ խոսում։ Չէ, եղբայրս, իրոք շատ հրաշալի է, շատ լայն թեմա է եւ դու կարողացար այդ լայն թեման 1 ժամվա ընթացքում ներկայացնես, որը մեզ լուրջ մարտահրավեր ունի, մարտահրավեր ան նետում մեր առջև եւ զգուշանանք իրոք Աստծուն տեղավորել ժամանակ եւ տարածության մեջ, զգուշանանք դրանից, որովհետեւ նա ամեն տեղ է, նա միևնույն ժամանակ ամեն ժամանակների մեջ է, թույլ այսպես ասել, այնպես որ փառք Տիրոջը։ Տեր օրհնի քեզ եղբայրը, շնորհակալ ենք եւ քո աղոթքով ավարտենք եթերը։ Մեր թանկագին Տեր ողորմած Աստված,
ով ենք մենք, որ հիշում ես։ Ով ենք մենք, որ ամեն վարկյան հոգ ես տանում երկիրը, դեռ պատված է քո ողորմությունով, քո գթառատությունով։ Խնդրում ենք Տեր, օգնիր, որ երբեք չմոռանանք, որ քո նմանությամբ ու քո պատկերով ստեղծվածն ենք, որի համար դու քո այրումն ես թափել, որ չկորչենք։ Խնդրում ենք Տեր, օգնիր, որ միշտ դա հիշենք եւ երբեք չհանձնվենք, երբեք չսահմանափակենք մեր փոքրիկ մտածելակերպով։ Մենք հիշենք, որ դու արարիչն ես։ Չգիտենք ինչ է տալիս մեր կյանքում դժվարություններ, փորձություններ։ Շատ հարցերում լավ էլ գիտենք, բայց ինչ ճանապարհով էլ որ անցնելու ենք, օգնիր, որպեսզի կարողանանք հաղթանակած դուրս գալ։ Ամեն։ Որտեղ հավատացել ենք քեզ, որ երեք, այսօր եւ հավիտյան Ամեն։ դու Ամեն։ ես։ Ամեն։ Ամեն։ Հաղթես Տեր։ Աստված օրհնի ամենքիս։ Մերսի, ամեն, նմանապես կանեն եղբայր եւ վերջին խոսքը, որ հիշատակեցիր Աստվածաշնչից, նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Հենց դրանով է պայմանավորված նաեւ իր Աստված լինելը, որը մեր մեջ դա պետքա ճրակի պես վառվի։ Տերը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան, նա երբեք չի փոխվում։ Շնորհակալ եմ եղբայր, Տեր օրհնի քեզ շատ։ Քեզ հետագայում նորից տեսնելու փափագով քեզ ասենք ցտեսություն, բարի գիշեր եղբայրը, շնորհակալ եմ որ այս ձեր երեկոն Սպասելի եմ։ Այո, սիրով կանեն եղբայր, Տեր օրհնի քեզ շատ։ Սիրելի քուրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը։ Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։